Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր, բարեկամներ, Աֆել Արմենիա YouTube-յան ալիքի եթերում կրկին հերթական խաղային շաբաթը մեկ տարկում ու արդեն հասել ենք Winter Cup-ի կիսաեզրափակիչ փուլին, մրցում են միմյանց դեմ կիսաեզրափակիչի առաջին խաղում Վերդերն ու Ատլետիկո Երևան իսկապես շատ հետաքրքիր կիսաեզրափակիչի դիմակայության երկու հանդիպումների ականատես կլինենք, այո, շաբաթը մեկ տարկում է իսկապես շատ հետաքրքիր ու լարված հանդիպմամբ, հիմա քիչ անց կտրվի գլխավոր մրցավար Գարիկ Բեգյանի մեկնարկային սուլիչ ու արդեն կիսաեզրափակիչ հանդիպումը կմեկտարկի, իսկ այդ ընթացքում եկեք ծանոթանանք մրցող թիմերի հայտարարությունների հետ, սկսենք Վերդերից Էդվարդ Հարությունյանը պաշտպանում է դարպասը համար 1, Էրիկ Էլոյան համար 7, Համլետ Մկրտչյան համար 8, Հայկ Մուրադյան համար 10, Մայիս Մելքոնյան համար 11 նա թիմի ավակն է, Հակոբ Ամիրյան համար 17, Սուլեյման Անիմասաուն համար 18, Գևորգ Պողոսյան համար 20, Զորա Բադարյան համար 23, Հրաչա Յարդումյան համար 26 եւ Պայեստային դարպասապանն է Իգոր Հովսեփյանը համար 99, թիմի գլխավոր մարզիչն է Արտուր Սարգսյանը։ Ատլետիկո Երևան Աշոտ Գասպարյանը պաշտպանում է դարպասը համար 1 կամ մրցավարի սուլիչում մեկ տարկած է այս անչափ կարևոր ու հետաքրքիր հանդիպումը, շարունակեմ ծանոթացնել Ատլետիկոյի հայտարարությունը, Հնանդ Գևորգյան համար 2, Տաճատ Ներսիսյան համար 4, Գոր Մարկարյան համար 5, Արման Ավդալյան համար 6, Թովմաս Սարգսյան համար 8, Գագիկ Ակուլյան համար 9 նա թիմի ավակը, Ռաֆայել Ազիզյան համար 11, Ալեքս Մանուչարյան համար 13, Արտուր Ղանդիլյան համար 20, Հարություն Դունամալյան համար 21 եւ Ռաֆայել Մկրտչյան համար 22, Ատլետիկո Երևանի գլխավոր մարզիչն է Հայկ Միրզոյանը, հանդիպումը իսկապես շատ կարևոր ու առանցնակի ուշադրություն է գրավում Աֆելի այս շաբաթվա ընթացքում, այո, այս շաբաթ միայն կլինի Winter Cup-ի կիսաեզրափակիչներից այս հանդիպումը, Լեռնային Արցախ Վիլյարեալ հանդիպումը ինչ-ինչ պատճառներով հետաձգվեց եւ կարծում եմ հաջորդ շաբաթ կտրվի այդ կիսաեզրափակիչի դիմակայության առաջին հանդիպան մեկտարկի, հիմա Վերդերի գրոհը տեսնենք, Յարդումյանն է աչեզրում, այո, հետ փոխանցում Մայիս Մելքոնյանի ուղղությամբ ու դեպի արդեն Մկրտչյանը կատարեց, Մելքոնյանն էլ փոխանցում, այո, լավագույն քարեակն է մնացել Winter Cup-ում պայքարի մեջ 4 թիմեր Ատլետիկո Երևանը, Վերդերը, Լեռնային Արցախ ու Վիլյարեալը եւ այս 4-ից մեկը պետք է իսկապես տիտղոսը վեր բարձրացնի 2-3 հանդիպումանց, այո, խոսքս վերաբերում է 2 կիսաեզրափակիչների եւ 1 եզրափակիչի, տեսնենք լավագույն քարեակից որ երկուսն են շարունակում պայքարից, որ երկուսը կլքեն մրցաշարը կիսաեզրափակիչում ու կպայքարեն 3-րդ հորիզոնականի համար։ Ամենայն դեպս 4 թիմեր, որ թիմներ իսկապես այս մրցաշարը հաղթի իսկապես արժանին կարող են մատուցել ցանկացած թիմին, թե Ատլետիկոին, թե Վերդերին, թե Վիլյարեալին, թե Լեռնային Արցախին, քանի որ 4 թիմերն էլ բավական մեծ ճանապարհ են անցել միջև այս փուլը, միջև իհարկե չեմպիոնություն, եթե կհասնեն ու այդ ամենից իհարկե միայն ու միայն այդ ամենից հետո ցանկացած թիմ կարժանանա ծափարությունների Ավդալյան արված ու մի փոքր շեղությամբ է ստացվում հիմա Արման Ավդալյանի կատարած հարվածը առաջին իատեսական գոլային հնարավորությունը ստացավ այս խաղում Ավդալյանը ընդհանրապես հանդիպան առաջի վտանգավոր պաններ ու այսպես փրկվեց կարելի ասել այս իրավիճակում Վերդերը, այո, Ավդալյան այնքան ժամանակ ունեցավ, որ նույնիսկ ընդունեց գնդակը շրջվեց, նոր հարվածեց, պարզապես շեղությամբ ստացվեց հարված Ավդալյանը, իսկ հիմա Վերդերի պատասխանը, բայց ուժեղը նաև այստեղ կատարում փոխանցում Մայիս Մելքոնյան ու Գևորգյանը գնդակը դուրս անեց դաշտի սահմաններից եզիս կնետի Վերդերը, այո, հանդիպման լարվածությունը արդեն գնալով մեծանում է այս պայից սկսած, արդեն գլխավոր մարզիչները ցուցումներ են տալիս ֆուտբոլիստերին, իհարկե դա շատ կարևոր է լինելու այս դիմակայություններում։ Էլոյանն է գնդակով այսօր առանձնակի կորուստ ունի նաև այս հանդիպանը Վերդերը չկա, հիմնական արձակողներից Խաչատուր Էրզրումյանն այս խաղում նա որակազրկված է մեկ հանդիպումով դեղին քարտերի այսպես քանակը լրացավ Էրզրումյանին, նա ստացավ Վերդերի նախորդ խաղում Արաքսի դեմ խաղում 3-րդ դեղին քարտ ու արդեն ըստ կանոնակարգի մեկ հանդիպում բաց կթողնի այդ հանդիպումը այսօր այս պատասխանատու խաղն է իսկապես Էրզրումյանի բացակայությունը խաղադաշտում կզգացվի Մելքոնյան կա փոխանցում, բայց Ակուլյանը հեռացեց գնդակը, Թովմաս Սարգսյանին վերադարձավ գնդակն էլ, բայց այստեղ Սարգսյանի փոխանցման ճանապարհը փակվեց ու կրկին Ակուլյանն է գնդակով, այո, արդեն պատկերացնում եք ինչի մասին եմ ես խոսում, այս պայից սկսած հանդիպումը արդեն շատ հետաքրքիր է, այն որ կտեսնենք խաղադաշտում խփված գնդակ այս խաղում իհարկե խփված ոչ միայն գնդակ, նաև գնդակներ դրա մասին գրեթե կասկած չկա, չեմ կարծում այսպիսի գոլարատ հանդիպումներ անցկացած թիմերը միմյանց դեմ խաղում օրինակ հիասթափեցնեն մեզ, այո, չեմ վախենա այդ բառից ու կասեմ եւ հանդիպումն ավարտեն 0-0 հաշվով, այնպես որ
մեկ այս ամբողջական հանդիպումը, մեկ պատասխան հանդիպում ու թիմերից մեկը կուղևորվի դեպի եզրափակիչ, որտեղ կրկնում եմ կմրցի Վիլյարեալ Լեռնային Արցախ դիմակայության զույգի աղթողետ հրաշալի փոխանցում Խանդիլյանից Դունաբալյան ու իմ այլ օրիզոնական դարպասածողն է օգնության գալիս Վերդերին երկրորդ վտանգավոր պահը, բայց այստեղ Դունաբալյանի հարվածը ավելի վտանգավոր ստացվեց, քան րոպեների առաջ հարվածելները Ավդալյան ու երկու ռեալ հնարավորություն Ատլետիկո Երևանը կորցնում է հանդիպան մեկ տարկից այս անցած րոպեների ընթացքում այո առայժմ Վերդերը իր խոսքը դեռ չի ասել Ատլետիկոյի դարպասի ուղղությամբ Մելքոնյան, բայց այստեղ նրբանկատ փոխանցում կատարեց Մելքոնյան Էլոյանին ստացավ պատասխան իսկ այս փոխանցումը արդեն Մելքոնյանի կատարած ուժեղեր ու հարված կտեսնենք Աշոտ Գասպարյանի պաշտպանած դարպասից այո Իշեստն թիմերի ինչպիսի ճանապարհ անցան նախ խոսեմ երկու շատ կարճ համառոտ բառով Ատլետիկո Երևանի մասին այո իսկապես ամեն հանդիպման ժամանակ նշում եմ բայց Ատլետիկոն այս մրցաշրջանում այնպիսի ցուցանիշներ է սահմանել որ պետք է ամեն խաղում խոսել այդ ամենի մասին միակ թիմը Վինտեր Քափի այս մրցաշարում որ չունի դեռ պարտություն ընդամենը անցկացած 17 խմբային հանդիպումներից հետո եւ 4 հանդիպում էլ փլեյոֆում է անցկացել Երևանի Ատլետիկոն ընդհանուր ստացվում է 21 հանդիպում Վինտեր Քափի այս մրցաշարում 2 ոչ ոքի ու 19 հաղթանակ է տարել Ատլետիկոն ահա այսպիսի ցուցանիշ ունեն Հայկ Միրզոյանի սաների իրենց ակտիվում գրանցած այս մրցաշրջանում դե իհարկե Հիմա Մելքոնյանն է ստանում հարված կատարելու հնարավորություն ինչ այստեղ չտեսավ մրցավարը ոչինչ ու հիմա արդեն դադարեցնում է հանդիպումը հասկանանք ինչ պատեց Մելքոնյանին ամեն դեպքում Կարծում եմ դրվագի կրկնապատկերը կարող է ուսումնասիրել մրցավարը, հասկանանք արդյոք չկար խախտում, թե ամեն դեպքում խախտում տեղի էր ունեցել, բայց հիմա հուսանք, որ Մելքոնյանի հետ ամեն ինչ կարգին կլինի, հետո նորը արդեն դրվագի մասին խոսենք։ Կանգնեց ոտքի Մայիս Մելքոնյանը ու մրցավարը հիմա գնդակը կհանձնի Ատլետիկոին Մելքոնյանի հետ ամեն ինչ կարգին է, բայց խաղի կանոնների խախտման մասին խոսք գնալ այստեղ չի կարող ըստ մրցավարի իհարկե ամեն ինչ շատ հստակ տեսա մրցավարը հիմա ծափարություններ Մարկարյանին գնդակը հանձնեց Վերդերի ֆուտբոլիստերին ու Ադարյանը սկսում է խորքից Երկար փոխանցում առաջ դեպի Յարդումյան ու այստեղ մաքուր գործեց կրկին Մարկարյան, այո չկար Խաղի կանոնների խախտում այսօր պաշտպանության կենտրոնում է Գոր Մարկարյանը տեղ զբաղեցել Ատլետիկոյի կազմում նրան ամեն օր իսկապես կարող ենք տեսնել խաղադաշտում թե պաշտպանության եզրերում իհարկե հիմնական դիրքը Մարկարյանը հանդես է գալիս հենակետային կիսապաշտպանի գոտում, բայց այս խաղում Միրզոյանը իհարկե հաշվի առել է հայտարարուցակը թիմի ու Մարկարյանը նոմինալ կենտրոնական պաշտպանի կարգավիճակում է հանդես գալիս Գևորգյանի հետ միասին Պողոսյան Մելքոնյան հարված ու հիմա Վերդերի առաջին վտանգավոր պահ իսկապես թնդանոթային հարված տեսանք Մելքոնյանից բայց Գասպարյանի իր բարձունքում էր ու կարողացավ հեռացնել այս հարվածը այո Վերդերը նույնպես սպառնաց այս խաղում Ատլետիկոյի դարպասի ուղղությամբ Հայկ Մուրադյան Գնդակի տեղափոխություն դեպի Աչեզր Էլոյանն ընդունեց ու շարժվում է առաջ Այսօր շատ հետաքրքիր դիմակայության կտեսնենք Էլոյանն ընդդեմ Թովմաս Սարգսյանի երկու շատ արագաշարժ ֆուտբոլիստների պայքար ենք տեսնելու խաղադաշտում Մելքոնյան ու այստեղ արդեն կա խաղի կանոնների խախտում եւ շատ վտանգավոր դիրքում Վերդերը վաստակում է Տուգանային հարվածի հնարավորություն այո նախորդ դրվագում եթե մաքուր էր գործել եթե չեմ սխալվում Հրանտ Գևորգյանը Մելքոնյանի դեմ պայքարում այստեղ արդեն խաղի կանոնների խախտում Նկատեց մրցավարը ու հիմա Վերդերը ստանում է շատ վտանգավոր դիրքում Տուգանային հարվածի հնարավորություն Մելքոնյանն էլ սովոր է նմանատիպ իրավիճակներում գոլի հեղինակ դառնալ, բայց իհարկե ոչ բոլոր խաղերում է դա հաջողվում, քանզի այսօր Ատլետիկոյի դարպասի իշեսն է պաշտպանում է Աշոտ Գասպարյանով հրաշալի մրցաշրջանի անցկացնում կա մրցավարի Սուլիչը Թողեց այստեղ Պողոսյանը գնդակը Մելքոնյանն էլ հարվածեց, բայց նույնիսկ այստեղ գործը Գասպարյանին չհասավ, պատկասված ֆուտբոլիստները իրենց վրա ընդունեցին Մելքոնյանի հարված ու եզից են նետելու Վերդեր, այո, Աշոտ Գասպարյանի մասին նույնպես խոսեմ, իսկապես շատ փայլուն մրցաշրջան է անցկացնում Գասպարյանը Դե իհարկե ամեն խաղում խոսում եմ, բայց Գասպարյանը դրա այսպես ասած առիթը տալիս է, որքան 11 մեծանոցները ետ մղել այս մրցաշրջանում, նույնիսկ չենք էլ կարող հաշվել արդեն թիվը այնքան բավական մեծ է, նաև 1 քաորի եզրափակում Սելտայի դեմ դիմակայության պատասխան խաղում եւս մեկ 11 մեծանոց հետ մղեց իհարկե, եթե այնտեղ Սենեկ Քերիմյանը
ովքեր դիտեն են այդ հանդիպումը կհիշեն գրավետ դարպաս ու դիմակայության պատասխան խաղում դա հաշիվը դարձել Սելտան 2-0 այդ պայն 1-0 էր հանդիպան հաշիվը միշտ ասում եք մեծանոց իրացումը ապա արդեն մենք այլ հանդիպում ենք դիտելու բայց ավելոր լարվածությունից ձեռք բայց Գասպարյան այդ հանդիպման ու այդ Ատլետիկոն այդ խաղում պարտվողի կարգավիճակում էր ինչ այս մրցաշրջանում շատ հազվադեպ դեպքերում ենք տեսել երբ Երևանի Ատլետիկոն հաշվի մեջ զիջելիս է լինում որևէ մրցակցի բայց այդ հանդիպումը Սելտայի դեմ երկու խաղերում էլ Ատլետիկոն ամեն դեպքում հայտնվել էր պարտվողի կարգավիճակում բայց երկու խաղերում էլ չպարտվեց Ատլետիկոն երկու ոչ ոքի է անցկացել, այո, մեկը Սելտայի դեմ հենց նախորդ հանդիպման ժամանակ դիմակայության պատասխան խաղում, մեկը հանդիպում էր առաջին կամ երկրորդ տուրում հստակ չեմ կարող հիշել Վիլյարեալի դեմ հանդիպումն էր, երբ Վինտեր կապի մրցաշարը նոր էր մեկնարկել ու Ատլետիկոն 2-2 ավարտեց այդ հանդիպումը, որտեղ պարտվում էին Միրզոյանի սաները Վիլյարեալին, բայց կարողացան ամեն դեպքում վերջնամասում, այսպես ասած երկրորդ գնդակ ու այդ խաղում նույնպես Ատլետիկոն չպարտվեց այո բոլոր թիմերը առանց բացառության ունեն առնվազն մեկ պարտություն այս մրցաշրջանում հիմա դադարեցեք մրցավարը հանդիպումը ու հասնեց հիմա գնդակը Ատլետիկոյի ֆուտբոլիստերին Մարկարյանն է գնդակով Գնդակի տեղափոխություն դեպի Ղանդիլյանը զարգացեց արագություն ու ասավ, այս գնդակի Ղանդիլյանը Մուրադյանն է դիմավորել նրան լավ դեր Ղանդիլյանի անցումը Դունամալյան բայց հարվածի ճանապարհը փակվեց Դունամալյանի շարունակում է գնդակին տիրել Ատլետիկոն հետ փոխանցում դեպի Գևորգյանը կատարեց Դունամալյանը ու Գևորգյանն էլ ուղարկում է Ղանդիլյանին Դունամալյան Ղանդիլյան գեղեցիկ պատ խաղարկում էր բայց Ղանդիլյանը գնդակը դաշտի սահմաններում այստեղ էլ Պողոսյանը դիմավորեց ու հետո սխալվեց Ղանդիլյանը Յարդումյանն է շարժվում առաջ բայց արդեն ավելին անել այս իրավիճակում չստացվեց ու արդյունքում գնդակը կրկին բաժին է հասնում Ատլետիկո Երևանի դարպասապա Գասպարյանին իշխավ փոխանցում նաև դարպասապայից տեսանք Ղանդիլյան դեպի Ակուլյանը շրջվեց Գագիկ Ակուլյանն էլ այստեղ շատ լավ մտահղացում էր բայց այստեղ փոխանցում Էլոյանին բաժինացավ ով շարժվում է առաջ բայց այստեղ միայնակ մի քանի մրցակից դիմավորեց Էլոյանին Ատլետիկոյի ֆուտբոլիստերից մի քանի մրցակիցներ կանգ առան Էլոյանի առջև ու Էլոյանը գործել է արդյունքում Եսից են իման հետելու Վերդերի ֆուտբոլիստները, այո, այսօր պետք է իսկապես Վերդերի կազմում հսկել Մայիս Մելքոնյանին, մենք արդեն տեսանք, թե հատկապես Վերդերի փլեյօֆերում անցկացած խաղերում Մելքոնյանը քանի անգամ Վերդերին փրկեց, այսպես ասած, իր խփած գնդակներով, նախ Էվերտոնի դեմ պատասխան ներողություն առաջի խաղում Մելքոնյանը, եթե չեմ սխալվում, դարձավ դուբլի հեղինակ բայց չեղարկվեց Մելքոնյանի խփած երկրորդ գնդակը, որը շատ կարևոր է դիմակայության համար, այդ պայն հաղթում է Վերդերի 3-1 ու եթե արձանագրվել Մելքոնյանի խփած գնդակը, ապա երրակի առավելություն կստանար Վերդերը այդ խաղում չհաշվեցին Մելքոնյանի խփած գնդակը, հետո Արաքսի դեմ խաղը իսկապես պետք է հիշել ու կարող ենք ասել, որ Միջև այդ խաղի 11 մետրանոց հարվածաշարին գործը հասնելը ինմես դերակատարում ունեցավ Մայիս Մելքոնյանը այդ դիմակայությունում 2-0 հիմա Ակուլյանն է հայտնվում հարվածային դիրքում Ղանդիլյանի հրաշալի փոխանցումից հետո բայց ամեն դեպքում խանգարեցին Ակուլյանին այստեղ դիպուկ հարված կատարելու գործում Վերդերի ֆուտբոլիստները հիմա երկար փոխանցում Յարդումյան գեղեցիկ էր բայց հարվածը թույլ է ստացվում ու Գասպարյանը փրկում է այս իրավիճակում Ատլետիկոին Գևորգյան դեպի Ղանդիլյանը կա Տունամալյանը անցավ Ղանդիլյանի կատարած փոխանցումը դեպի Տունամալյանն ու այստեղ հարված կլինի այո Էդվարդ Հարությունյանի պաշտպանած դարպասից գրագետ գործեց Գևորգ Պողոսյանն ու հենց Տունամալյանից էլ գնդակը դուրս եկավ դաշտի սահմաններից այս իրավիճակում Այո Արաքսի դեմ առաջին խաղում դիմակայության երբ պարտվում էր Վերդերը 2-0 այնտեղ Մելքոնյանը կարելի ասել շունչ տվեց Վերդերին խփեց երկու գնդակ ու հավասարեցեց այս դիմակայության հաշիվը հետո արդեն պատասխան խաղում պատասխան հանդիպում ավարտվեց 0-0 ու հետ խաղի հարվածաշարում հենց Մելքոնյանի խփած դիպուկ հարվածից հետո որը 5-րդ էր Վերդերի համար այնտեղ 5-րդ հարված Արաքսը նույնպես դիպուկ իրացեց, բայց մեկ հարվածի ճում այն Վերդերին ու այդ հարվածը վճռորոշ հարվածի վրա վերցեց Մայիս Մելքոնյան եւ կարողացավ Վերդերին ուղևորել դեպի կիսա եզրափակիչ Ակուլյանի, այլ Ակուլյանի հարվածի ճանապարհն է փակվում, այստեղ փոփոխություն կատարեց
Ատլետիկո Երևանի գլխավոր մարզիչ Հայկ Միրզոյանը կրկնակի փոփոխություն Ավդալյանն ու Սարգսյանը խաղադաշտում չեն ու նրանց փոխարեն խաղադաշտ մտան Ալեքս Մանուչարյանն ու Ռաֆայել Ազիզյանը ու տեսնենք այս ֆուտբոլիստները թարմ ուժերով իշք առաջարկեն հիմա Մեզելոյան թողեց գնդակը Մկրտչյանին դեպի Մելքոնյան ուղարկեց Մկրտչյանն էլ գնդակը թողնում է կրկին Մելքոնյանը գնդակը Մկրտչյանին ու դեպի Զորաբ Ադարյան Հայկ Մուրադյան ընդունեց Մուրադյանը գնդակը կրկին Ադարյանին ուղարկեց ու արդեն դեպի աչը ուղարկում Ադարյանն էլ գնդակ Էլոյանի ուղղությամբ շատ լավ արագություն զարգացեց Էլոյանը բայց փոխանցում այստեղ Էրիկ Էլոյանի կատարած ուժեղ ստացվեց ու հարված կլինի Ատլետիկոյի դարպասից առայժմ չունեն խփված գնդակ խաղադաշտում դա խոսում է միայն թիմերի լավ պաշտպանության մասին իհարկե առաջին խաղում առաջնային թիմերը շեշտը դրել են պաշտպանության վրա եւ դա ենթադրելի էր որ հանդիպումը այսպիսի սցենարով պետք է մեկտարկի բայց Երբ արդեն թիմերից որևէ մեկը հասնի հաջողության, ապա բնականաբար մենք այ հանդիպում կդիտենք հիմա վտանգը որ հակագրոյի է ասում Վերդերը բայց Ակուլյանը կանգնեց Էլոյանի ճանապարհին ու դա թույլ չտվեց եթե Էլոյանը ապա անցել նաև Ակուլյանին երկուսի դիմաց էին մնում Վերդերի ֆուտբոլիստները ու արդեն բարդ է ասել թե այդ իրավիճակը ինչպես կավարտվի Ալեքս Մանուչարյան Մնաց գնդակով Մանուչարյանը շատ հաջող տեղափոխություն դեպի աջ Գևորգյանն ընդունեց ու թողնում է գնդակը Ղանդիլյանին Տեսնենք ինչ որոշում է կայացնելու Ատլետիկոյի 20 համարը դեպի Մանուչարյանը փոխանցում կատարեց Ալեքս Մանուչարյան փակեց Մելքոնյանը արվածի ճանապարհը բայց կա փոխանցում դեպի Ղանդիլյանը Ղանդիլյանն էլ Գևորգյանին է հասցեակում գնդակը կրկին Ղանդիլյան Այդ փոխանցում դեպի Ակուլյան տեսեք այս պահին Ակուլյանը արդեն նոմինալ պաշտպանի կարգավիճակում է հայտնվել բայց իհարկե դա կարծում եմ վարկյանների հարց է ինչ ֆուտբոլիստները կվերադասավորվեն Ազիզյան դեպի Մանուչարյան ուղարկեց գնդակը Մանուչարյանն էլ փորձեց Դունամալյանին գտել բայց փոխանցումը թույլ ստացվեց Ակուլյան շատ լավ փոխանցում դեպի Գևորգյան այլապես Յարդումյանը պրեսինգի շնորհիվ կարող էր խլում կատարել իսկ այստեղ Ատլետիկոյի գրոհը տեսնենք Դունամալյանը ամեն դեպքում չխախտեց խաղի կանոնները բայց ես իսկ կնետեմ Վերդերի ֆուտբոլիստները Մուրադյանն է կատարելու եզրային նետումը Մկրտչյան կրկին Մուրադյան ուժեղ փոխանցում առաջ մեկը մեկի պայքարը Գևորգյանն ընդդեմ Յարդումյանի բայց շատ գրագետ է պաշտպանում վրա Գևորգյանը այստեղ ու հարված կլինի Ատլետիկոյի դարպասից Կրկնակի փոփոխությունը հիմա կատարում եմ Վերդերի գլխավոր մարզիչ Արտուր Սարգսյանը Հակոբ Ամիրյանն ու Սուլեյման Անիմասյանն են մտնում խաղադաշտ փոխարինելով Համլետ Մկրտչյանն ու Գևորգ Պողոսյանին այս փոփոխությունից հետո տեսնենք արդեն Վերդերի իշք առաջարկի հիմա արդեն Կարծես Մելքոնյանը վերածվեց նոմինալ հարձակվող այս փոփոխությունից հետո հիմա հենց Մելքոնյանն է գնդակով դեպի Յարդումյանը բայց թույլ կատարեց այս փոխանցումը Գևորգյան շատ լավն էր փոխանցումը դեպի Ազիզյանը դեպի Գևորգյանն էլ Ազիզյանը փորձեց հասցեակել բայց Սուլեյմանն այստեղ փակեց գնդակի ճանապարհը Մուրադյան դեպի Հակոբ Ամիրյանը պրեսինգ է հիմա գնացել Ատլետիկոն բայց Վերդերը շատ լավ Դուրս եկավ այս իրավիճակում պաշտպանությունից Էլոյանն էլ գեղեցիկ փոխանցում կատարեց Սուլեյմանին Մելքոնյան Ամիրյան Իսկում էր ուղղված այս փոխանցումը ամենայն դեպս Սուլեյմանին եթե Սուլեյմանին ապա Սուլեյմանը չկարդաց Ամիրյանի մտահղացում ու այս փոխանցման հետևից չգնաց Ես իսկ կնետեն Ատլետիկո Երևանի ֆուտբոլիստները Մարկարյան երկար փոխանցում բայց պետք է ևս մեկ անգամ իրականացնել եզրային նետում հիմա կամ մրցավարի սուրուչը Մարկարյանը կատարում է փոխանցումը Դունամալյանին իսկ այստեղ գնդակի կորուստ Ամիրյանն ու չստացվեց Ամիրյանի փոխանցումը ևս մեկը բայց արդեն Ատլետիկոյի ֆուտբոլիստին դիպավ գնդակը այո Ակուլյանից կարծես հեռացավ գնդակը դաշտի սահմաններից ու անկյունային է նշանակել Մրցավարը Վերդերի օգտին տեսնենք այս անկյունայինը ինչի կվերացի Վերդերը արագ խաղարկում Ամիրյան դեպի Մուրադյանը Այդ փոխանցում Սուլեյմանին էլ կատարեց այս իրավիճակում Մուրադյանը Սուլեյմանն էլ Ադարյանին ու դեպի Աչեզր Էլոյան Սուլեյման
Մելքոնյան այո խաղարկում են առայժմ Վերդերի ֆուտբոլիստները չեն ցանկանում քանի դեռ չկա անհրաժեշտություն հասնել գրոհի իսկ այս փոխանցումը լավն էր բայց Մարկայանը արդեն կարդացել էր մրցակցի մտահղացում ու շատ ճիշտ բան դուրս եկավ պաշտպանության կենտրոնից եւ արձագանքեց այս գնդակին միայն ստացվեց այստեղ Ատլետիկոյի մոտ գրոհ սկսել Այգ Մուրադյան Դեպի Աչեզր ուղարկեց գնդակը, որտեղ Զորա Բադարյանն է երկար փոխանցում են տեսնում առաջ Ադարյանից դեպի Մելքոնյանը լավն էր փոխանցումը Մելքոնյանի կատարած բայց Արտեմյանը մի փոքր անաջող ընդունեց գնդակը իսկ Ակուլյանի խլումը գեղեցիկ էր Ղանդիլյան Դունամալյան բայց ստացվեց այստեղ Ադարյանի գլխի վրայով անցկացնել գնդակը ինչ այստեղ խլում են գնդակը կրկին Ատլետիկոյի ֆուտբոլիստները Արտուր Ղանդիլյան կա կենտրոնում Ակուլյանը ստացավ Ակուլյանը գնդակը դեպի ձախ ուղարկեց Ալեքս Մանուչարյան հարված բայց Հարությունյանը կարողանում է հեռացնել այստեղ գնդակ ու անկյունային է իրացնելու հիմա Ատլետիկո Երևանը այո տեսեք մեկ դրվագի անհրաժեշտ այս խաղադաշտում գտնվող բոլոր ֆուտբոլիստերին վճռելու դրվագի ելքը այդպիսի թոփ ակումբներ են իսկապես հիմա մրցում Վինտեր Քափի կիսա եզրափակիչում իսկ այստեղ կար խաղի կանոնների խախտում դարպասապա Էդվարդ Հարությունյանի դեմ պայքարում այո Ատլետիկոյի ֆուտբոլիստերի կողմից արագել խաղարկեց Վերդերը գնդակը բայց արագորեն էլ կորցրել իսկ հիմա որ քնը շատ լավ է նկատում Ղանդիլյանի Կադունամալյանը ցածրից փոխանցման փորձ բայց Էդվարդ Հարությունյանը դիտում է այստեղ գնդակին ու թույլ չի տալիս փոխանցումը հասնել ամեն դեպքում Դունամալյանին ուժեղ փոխանցում առաջ դարպասապայի կողմից Մելքոնյանի ուղությամբ այստեղ լավ չընդունեց Մելքոնյանը գնդակը բայց Հետո խախտեց խաղի կանոնները Մարկայանի դեմ պայքարում ու ծափարություններ Մելքոնյանին ընդունեց ինքն խախտումը հիթել Որքան էլ հանդիպումը կիսա եզրափակիչ հանդիպում է իսկապես ընկերությունը ամենակարևորն է կարելի այսպես անվանել այս դրվագ ու գիտակցեց իր խախտումը Մարկայանի դեմ եւ ինքը հենց խնդրեց մրցավարին որպեսզի արձանագրի այս խախտումը ծափարություններ միայն ու միայն այս Մելքոնյանին այս իրավիճակում նման կերպով վարվելու համար Սուլեյման Երկար փոխանցում առաջ Մանուչյանը փակեց գնդակի ճանապարհը ուղարկեց Դունամալյանին ինչը այստեղ չկա խախտում Ադարյանի կողմից ոչ ու հիմա Վերդերը գրոհի կարող է հասնել բայց կենտրոնում էշտությամբ Ակուլյանին ոչ ոք չի կարող շրջանցել իսկ ինչ անում հիմա Ակուլյանը դեպի Ղանդիլյանը նորից դեպի կենտրոն բայց Մելքոնյանն է հիմա այլ ասրել նահանջել պաշտպանություն ու այստեղ Դունամալյանը այո խախտում է խաղի կանոնները Մելքոնյանի դեմ պայքարում Համաձայն չէ մրցավարի կայացած որոշման հետո հիմա վիճելու համար ունենք առաջին դեղին քարտը այս խաղում Դունամալյանն է այն տեսնում իր գլխավերևում Կա Սուլիչի հիմա կարելի է խաղարկել գնդակը Ադարյան խաղարկում է դարպասապա Էդվարդ Հարությունյանի հետ գնդակը կրկին Ադարյան ու դեպի Սուլեյմանը փոխանցում հետևեց Մելքոնյան այո իսկապես Աղանդիպան լարվածությունը իր դերը կատարում է, իր գործը կատարում է խաղադաշտում անկախ նրանից որ ֆուտբոլիստները շատ փայլուն մարզավիճակում են գտնվում միևնույն է այն որ արդեն Վինտեր Քափի կիսայի զապակիչ են հասել թիմերը դա բավական մեծ նվաճում է երկու թիմերի համար էլ հիմա էլ դադարեցեց մրցավարը հանդիպումը հասկանանք ինչ պատահեց Զորա Բադարյանին կարծես օթային պայքարում հարված ստացավ Ադարյանը Բայց կարծես կշարունակի հանդիպումը այո կանգնեց ոտքի Զորա Բադարյանն ու կմնա խաղադաշտում Եզրային նետում իրականացված է Դունամալյան դեպի Ղանդիլյանն ուղարկեց գնդակը հրաշալի գնդակի ընդունում Ղանդիլյանից հրաշալի փոխանցում Ակուլյանին դեպի կենտրոն ու այստեղ փրկվում է հիմա Վերդերը Հստակ չեմ կարող ասել Ազիզյանն էր կարծես հայտնվել հարվածային դիրքում, բայց եթե նույնիսկ հարվածեց Ազիզյանը հստակ ֆիքսեցի այս դրվագը, ապա Վերդերի ֆուտբոլիստներից որևէ մեկին դիպավ գնդակ ու հեռացավ դաշտի սահմաններից անկյունայինից փոխանցումը կա հիմա էլ Մուրադյանն է հեռացնում գնդակը Յարդումյանի ուղղությամբ, բայց մի փոքր անաջող ընդունեց Յարդումյանը գնդակ ու ընկավ Վերդերի արագ հակագրով կազմակերպելու տեմպը, բայց ամեն դեպքում հիմա կարող են այդ սրությունը նորից հաղորդել ու Սուլեյման այստեղ հիմա արդեն վերջնականապես դադարեցեց այս իրավիճակում
Վերդերի արագ հակագրոյի փորձը, բայց գնդակը խաղարկում են Վերդերի ֆուտբոլիստները իրենց մոտ, իրենց կիսադաշտում Ադարյան Յարդումյանին ուղարկեց գնդակը, բայց հասրեց Գևորգյանը հեռացնել Էլոյան Սուլեյման ու դեպի հետ ուղարկեց գնդակը կրկին Զորաբ Ադարյանի ուղղությամբ Նորից Սուլեյման առաջում 0-0 խաղակեսը մոտենում է ավարտին չունենք խփված գնդակ կիսաեզրափակիչ դիմակայության առաջին խաղում այս խաղում Ադարյան եւս մեկ երկար փոխանցում Էլոյանի ուղղությամբ այստեղ ինչ է անում Էլոյանը պայծ գնդակայո դաշտի սահմաններում կրունկով էլ փոխանցեց ամեն դեպքում ու միայն վերջի պահին գնդակը կարելի ասել կորցրեցին Վերդերի ֆուտբոլիստները բայց Ամիրյանը արագ էլ վերականգնեց նորից Էլոյանն է գնդակով դեպի Ամիրյանը կարող է արագացնել Ամիրյանը հարված կատարելու համար Դունամայանը դույլ չտվեց Մելքոնյանը 1-0 բացում է Վերդերը հանդիպան հաշիվ է հեռար հարվածով Մելքոնյանը խփում է այս դիմակայության առաջին գնդակը Մայիս Մելքոնյան 1-0 շատ լավ հարված ստացեց Մելքոնյանից ու խաղակեսի վերջին րոպեներին Վերդերն առաջ է հասնում հաշվում է ճահայի արդեն ունենք առաջին գնդակը այս խաղում այս դիմակայությունում ու պետք է Ատլետիկոն հիմա մտածի պատասխան գնդակը խփելու մասին միայն ու միայն դա կլինի միջև ընդմիջման գնալը թե ընդմիջումից հետո արդեն դա կարելի ասել Ատլետիկոյի ֆուտբոլիստները պետք է հասկանան ինչպես վարվել այս իրավիճակում Ադարյանը հեռացված է գնդակը դեպի Յարդումյանը բայց Մարկարյանը թիկունքից լավ աշխատեց ու այստեղ Եզիսկը նետեն Ատլետիկոյի ֆուտբոլիստները այո իսկապես փակ է Աշոտ Գասպարյանի տեսադաշտը ու Մելքոնյանի հարվածը շատ ուժգնությամբ ստացվեց եւ միայն վերջի պահին կարող եմ ասել որ Գասպարյանը նկատեց գնդակի ուղղությունը բայց արդեն արձագանքել այդ ուժկու հարվածին չստացվեց այստեղ 1-0 Կարելի է իսկապես մատների վրա հաշվել թե Ատլետիկոն այս մրցաշարում քանի անգամ է հայտնվել պարտվողի կարգավիճակում եւ հիմա նորից Ատլետիկոն այդ իրավիճակում է Վերդերը կարելի ասել այն ակումբներից մեկն է ով կարողացավ այդ իրավիճակում գցել Ատլետիկոյին տեսնենք Ատլետիկոյի պատասխանը Վերդերի նկատմամբ ինչպես կլինի այս իրավիճակից դուրս գալու համար Մելքոնյան շատ հաջող գնդակի խլում ստացվեց այստեղ Մայիս Մելքոնյանի մոտ Շատ լավ է մտահաղացումը Մանուչյանի շրջանցելու գործում, բայց վերջին պահին դա չստացվեց Ակուլյան Շատ լավ անցում Ակուլյանից Էլոյանի նկատմամբ, բայց փոխանցումը մի փոքր ուժեղ ստացվեց Ազիզյանի համար ու գնդակը այստեղ հեռացեցին Վերդերի ֆուտբոլիստները Եզիսն նետելու է Ատլետիկոն Կարծես վերջի գրոհ իրականացնի Ատլետիկոն առաջի խաղակեսում ու Գուցե այստեղ որևէ բան Միրզոյանի սաները Եզայինը Մանուչյանը խաղարկեց Ակուլյանի հետ Մանուչյան գուցե հերվից փորձի այդպես էլ արեց ու Էդվարդ Հարությունյանը հիմա փրկում է կարելի ասել Վերդերին իսկապես ինչ հեռար հարված Մանուչյանից շատ լավ նկատեց բացանքն ու հարվածեց բայց այստեղ Հարությունյանի սեյվը կրկնակի գեղեցիկ ստացվեց Հիմա անկյունայինի խաղարկումը տեսնենք Հրանտ Գևորգյանը կիրականացնի անկյունայինը Կա փոխանցումը ով է հարված կատարողը Դունամալյան չստացվեց հարվածը Ղանդիլյան Չի ավարտվել խաղակեսը Գևորգյան եւս մեկ հարվածի փորձ այստեղ էլ Մուրադյանի վրա է ընդունում գնդակը եւ վերջ առաջի խաղակեսը այո այստեղ ավարտվում է 1-0 դիմակայության առաջի խաղում առաջի խաղակեսում Մելքոնյանի խփած գնդակի շտորի վաղթում է Վերդերը կարճ դադար որից հետո կշարունակենք Սերի ֆուտբոլասերներ մենք վերադառնում ենք Ատլետիկո Երևանն ընդդեմ Վերդերի հանդիպման երկրորդ խաղակեսը միասին դիտելու առայժմ առաջի խաղակեսից հետո Մայիս Մելքոնյանի խփած գնդակի շտորի 1-0 հաշվով վաղթում է Վերդերը Ատլետիկոն եկեք եւս մեկ անգամ վերհիշենք մրցող թիմերի հայտարարությունները սկսենք Վերդերից դարպասը պաշտպանում է Էդվարդ Հարությունյանը համար 1 Էրիկ Էլոյան համար 7 Համլետ Մկրտչյան համար 8 Հայկ Մուրադյան համար 10 Մայիս Մելքոնյան համար 11-ով նա համ թիմի ավակն է համ այս հանդիպան առայժմ միակ խփած գնդակի հեղինակը կամ մրցավարի սուլիչը երկրորդ խաղակեսը 1 տարկած է շարունակեմ ծանոթացնել Վերդերի հայտացուցակը Հակոբ Ամիրյան համար 17 Սուլեյման Անիմասաուն համար 18 Գևորգ Պողոսյան համար 20 Զորաբ Ադարյան համար 23
Հրաչյա Յարդումյան համար 26 եւ Պայսային դարպասապաններ Իգոր Հովսեփյանը համար 99 թիմի գլխավոր մարզիչն է Արտուր Սարգսյանը Ատլետիկո Երևան դարպասը պաշտպանում է Աշոտ Գասպարյանը համար 1 Հրանտ Գևորգյան համար 2 Տաճատ Ներսիսյան համար 4 Գոր Մարկարյան համար 5 Արման Ավդալյան համար 6 Թովմաս Սարգսյան համար 8 Գագիկ Ակուլյան համար 9 նա Ատլետիկո Երևան թիմի ավակն է Ռաֆայել Ազիզյան համար 11, Ալեքս Մանուշյանյան համար 13, Արտուր Ղանդիլյան համար 20, Հարություն Դունամալյան համար 21 եւ Ռաֆայել Մկրտչյան համար 22 թիմի գլխավոր մարզիչն է Հայկ Միրզոյանը, հիմա Էլոյանը կատարում է եզրային նետում Յարդումյանի նկատմամբ, շատ լավ խաղարկում Էլոյանի ու Յարդումյանի միջև Յարդումյան, բայց արդեն 3 մրցակցի դեմ էր պայքարում Յարդումյան ու կորցրեց գնդակ, իսկ հիմա Ատլետիկոյի հեռացման փորձը չստացվեց, բայց Ամիլյանի հարվածի ճանապարհին էլ Գևորգյանը կանգնեց Մկրտչյան ցածրից հարված Եվս մեկ հարվածի հնարավորություն է ստանում Մկրտչյանը 2-0 Վերդերը կրկնապատկում է Եգոր Խակեսի մեկնարկումի առավելությունը ինչ լավ հարված էր Մկրտչյանից ու արդեն 2 գնդակի տարբերությամբ Ատլետիկոն զիջում է Վերդերին Համլետ Մկրտչյան 2-0 առաջի փորձը չստացվեց Մկրտչյանի մոտ ձախ ոտքով հարվածեց ու մի փոքր թույլ ստացվեց, բայց երկրորդ հարվածը աջ ոտքով պարզապես շատ դիպուկ ստացվեց ու արդեն Ատլետիկոն զիջում է Վերդերին 2 գնդակ այո, եթե չեմ սխալվում, սա Ատլետիկո Երևանի համար այս մրցաշրջանում առաջի դեպքն է, երբ Ատլետիկոն պարտվում է որևէ մրցակցի 2 գնդակի տարբերությամբ։ Ավդալյանը ընդունեց գնդակը Դեպի Մանուչյանը փոխանցում էլ կատարեց, կա փոխանցում ու հիմա էլ Հարությունյանն է հեռացնում արդյոք գնդակը թե Սուլեյմանը փակեց փոխանցման ճանապարհը ճիշտ ասած շահաստրի նկատել կարծես Սուլեյմանից դուրս եկավ, այո ու անկյունային են վաստակել Ատլետիկոյի ֆուտբոլիստները այս իրավիճակում իսկապես շատ Ատլետիկոյի տեսանկյունից շատ վատ խաղակեսի ավարտ իսկ հիմա հակառակ եցից անկյունային իրականացնի Ատլետիկոն այստեղ Հարությունյանը փրկեց Վերդերին, այո, շատ խաղակեսի, շատ վատ ավարտ ու Եգոր Խակեսի շատ անհաջող մեկնարկ կարելի է համարել Ատլետիկոյի համար ու լրիվ հակառակ պատկել է Վերդերի տեսանկյունից շատ լավ խաղակեսի ավարտ ու հաջող Եգոր Խակեսի մեկնարկ այո 2 գնդակի առավելություն արդյունքում ունի Վերդերը կիսա եզապակիչի դիմակայության առաջի խաղում հիմա հարված կտեսնենք Էդվարդ Հարությունյանի պաշտպանած դարպասից Թողեց Հարությունյանը կարծես գնդակը Ադարյանին ու խաղարկում է Ադարյանը գնդակը Էլոյանի հետ Լավ փոխանցում էր, բայց այստեղ Հրանտ Գևորգյանը առաջինն էր, ով կանխեց այս փոխանցման ճանապարհը Դունաբալյան գեղեցիկ է Ակուլյան վտանգավոր է Ակուլյան ու ինչու ավելի շուտ չհարվածեց Ակուլյանը ուներ հնարավորություն, բայց արդեն Փակվեց Ակուլյանի առջև հարացությունը փորձեց ավելի մոտենալ դարպասին ու ավելի դիպուկ հարված կատարել Ատլետիկո Երևանի ավակը, բայց այստեղ արդեն մի քանի մրցակից շրջափակման մեջ առան Ակուլյանին ու այդ հնարավորությունը չտվեցին ուժեղ էր այս փոխանցումը Գասպարյանը վերցնում է գնդակը ու կսկսի խորքից դեպի Ալեքս Մանուչարյանը Մանուչարյան գրակետ փոխանցում դեպի Գոր Մարկարյանը կատարեց Մանուչարյան այս իրավիճակում Մարկարյան դեպի նորից Մանուչարյանը փոխանցում հետևեց ընդունեց Ալեքս Մանուչարյանը գնդակը շատ լավ առաջ խաղացում բայց փոխանցման ճանապարհը փակվեց ու հիմա գուցե հակագրոյի Վերդերը ոչ Մուրադյանի փոխանցումը չանցավ Ակուլյան վտանգավոր է Ակուլյան ինչ այստեղ անցավ երկու մրցակցի արվածեց ու նորից Հարությունյանն է փրկում այստեղ Վերդերի Թովմաս Սարգսյանի շրջադարձ հարվածն այստեղ բարձր է ստացվում Այո, իսկապես հիմա եթե կրճատել Ատլետիկոն այս խաղում հաշվի տարբերությունը, ապա Ատլետիկոյի տեսանկյունից շատ ցանկալի իրավիճակ ստեղծվեր, բայց այստեղ Հարությունյանը դա թույլ չտվեց, իսկապես շատ լավ սեյվ էր, իսկ այս փոխանցումը հասավ Սուլեյմանին ու գրովում է Վերդերը, շատ լավն էր փոխանցումը դեպի Ամիլյանը, բայց Ամիլյանի փոխանցման ճանապարհին կանգնեց Մանուչարյանը, Գևորգյան, կրկին Մանուչարյան եւ եզիս կներդի Ատլետիկոն Բայց այս ընթացքում փոփոխություն կլինի Վերդերի կազմում Մելքոնյանը վերադառնում է խաղադաշտ Ամիլյանին է փոխարինում Արտուր Սարգսյան այս իրավիճակում
Այո, Մելքոնյանը կարծես հանգիստ է ստացել Գեգորգ Խաղակեսի մեկնարկում ու հիմա մտավ խաղադաշտ, տեսնենք մի փոքր ավելի հանգստացած ինչ կփորձի անել Մայիս Մելքոնյանը, Մկրտչյան, բայց Մարկարյանը շատ լավ արձագանքեց այստեղ Մկրտչյանի առաջ խաղացմանը, փոխանցում է նույնիսկ կատարեց Էլոյան, հերմից է հարված կատարելու հնարավորություն ստանում, այն էլ ինչպիսի հարված, բայց Գևորգյանը այստեղ կարողացավ ոտքով փակել Էլոյանի հարվածի ճանապարհը, այլապես շատ այսպես ասած բարդ հետագից ուներ գնդակը ու բարդ է ասել արդյոք որ ուղղությամբ կընթանար արվածը որ ուղղությամբ կնետվեր դարպասապա Գասպարյանը կա անկյունայինի խաղարկումը այստեղ ոչ ոք չարձագանքեց այս փոխանցման ու Եզիս նետելու է Ատլետիկոն Գևորգյանը իրականացնի եզրային նետումը երկար փոխանցում դեպի Արման Ավդալյանը բայց Մուրադյանն այստեղ է ու շատ գրագետ վարվեց Հայկ Մուրադյանը հեռացեց նույնիսկ գնդակ ու դա ստացվեց փոխանցում Սուլեյմանի համար նորից Մուրադյան ուժեղ փոխանցում առաջ, բայց Գևորգյանը այստեղ նորից տիրեց գնդակին, Մելքոնյան Յարդումյանին է թողնում գնդակը, դեպի Սուլեյմանը, Հայկ Մուրադյան, տարավ դեպի ձախ գնդակը ու նույնիսկ ստացվեց, այո, ազատվել այս իրավիճակում, երկու մրցակից միանգամից Մուրադյանին դիմավորեցին Մկրտչյան, դեպի աջ Էլոյան, ընդունեց գնդակը Էլոյանը չնկատեց, կարծում եմ Յարդումյանին փոխարենը դարեց Սուլեյմանը, Մկրտչյան գուցե Մելքոնյանին ուղի գնդակը Մկրտչյանը, բայց արդեն ուշեր ու դա թույլ չտվեցին Ատլետիկոյի ֆուտբոլիստները Ակուլյան դեպի Մանուչարյանն ու այստեղ Էլոյանն էր, եթե չեմ սխալվում ով հասցրեց փակել փոխանցման ճանապարհը Ակուլյանի, այո, Եզից է նետելու Ատլետիկոն Մանուչարյանն է կատարում եզրային նետումը Գևորգյանի ուղղությամբ նորից Մանուչարյան Բարձից այս անգամ փոխանցում Սարգսյանը չհասավ այս գնդակին դուրս է եկել գնդակը այո դաշտի սահմաններից ու հարված կտեսնենք Վերդերի դարպասից Ադարյան եւս մեկ երկար փոխանցում այո արդեն իհարկե Վերդերը չի շտապի արդեն պետք է մտածի միայն ու միայն այս խաղում հատկապես այս խաղում Ատլետիկոնով հայտնվել է երկու գնդակի տարբերության պարտվողի կարգավիճակում ու տեսնենք ինչպես պետք է Ատլետիկոյի ֆուտբոլիստները փորձեն հաղթահարել այս իրավիճակը Վերդերը ընդհանուր աշխարհ կարող է իսկապես չշտապել քանի որ սա իհարկե դեռ հաղթանակ չէ բայց երկու գնդակի առավելություն Ատլետիկոյի դեմ շատ վստահ է իսկ ինչու Յարդումյանը չուղարկեց գնդակը Էլոյանին ամեն ինչի ձեռնական էին արել Վերդերի ֆուտբոլիստները այստեղ ու եթե լիներ այդ վերջի փոխանցումը նաև կարծում եմ Էլոյանը ավելի նպաստավոր ու ավելի հարմար դիրքում կստանա հարված կատարելու հնարավորություն քան Յարդումյանն ում առջև կանգնեց Ատլետիկոյի պաշտպան ու փակեց Հրաչյա Յարդումյանի հարվածի ճանապարհը ամեն դեպքում անկյունային վաստակել է Վերդերը այս իրավիճակում ու հենց Յարդումյանն է իրականացնելու անկյունայինը Կա փոխանցումը Սուլեյման հարված ու շեղությամբ ստացվեց հարվածը այստեղ արդեն Գասպարյանը նկատեց գնդակի ուղղությունը ու չմիջամտեց այս հարվածին Այո, պետք է երկար փոխանցում կարծես կատարի Գասպարյանը փակեն բոլոր տարբերակները ուժեղ փոխանցում առաջ դեպի Սարգսյանը ինչ փոխանցում ստացվեց այստեղ դարպասապահ Աշոտ Գասպարյանից ու մաքուր գնդակի խլում տեղի ունեցավ Սարգսյանի դեմ պայքարում Սուլեյման բայց Դունամալյանն է հիմա էլ կանգնում գնդակի ճանապարհին ու շարժվում է առաջ դեպի Թովմաս Սարգսյանը ընդունեց Սարգսյանը գնդակը շատ լավ էլ փոխանցեց Մանուչարյանին ու արդեն հիմա էլ երկու ֆուտբոլիստ միանգամից շրջափակման մեջ առան Ալեքս Մանուչարյանին առաջին դրվագում չհարվածեց առաջին հնարավորության դեպքում Մանուչարյանը երկրորդի ժամանակել է արդեն թույլ տվեցին հարված կատարել Սարգսյան գուցե երևից փորձի Սարգսյանը այդպես էլ արեց ու հիմա էլ Թովմաս Սարգսյանի հարվածն է մի փոքր շեղությամբ ստացվում Եվ այս ընթացքում փոփոխություն կլինի Վերդերի կազմում, այո, Արտուր Սարգսյանը Պողոսյանին է մտցնում խաղադաշտ ու փոխարինում է Հայկ Մուրադյանին ու տեսնենք հիմա Պողոսյանը ինչ կառաջարկի այս խաղում արդեն իհարկե չասեմ Վերդերը համաձայն է այս հաշվի պայմանների հետ, բայց իհարկե հնարավորինս Վերդերի ֆուտբոլիստները ցանկանում են իհարկե բաց չթողնել նույնիսկ մեկ գնդակ ու որքան հնարավոր է կստացվի պայել երկու գնդակի առավելությունը կստացվի գոնե իհարկե գնալ պատասխան խաղից առաջ
Գոնե հաղթողի կարգավիճակով դա հոգեբանական առավելություն կտա իհարկե ցանկացած թիմի, երբ կիսայզապակիչի երկրորդ հանդիպանը մոտնան առաջին խաղում հաղթելուց հետո Մելքոնյան լավներ մտահղացումը, բայց Սարգսյանը այստեղ կանգնեց գնդակի ճանապարհին, հետո կորցրեց գնդակը Պողոսյան ու այստեղ խախտել է Թովմաս Սարգսյանը այո խաղի կանոնները արագացման ժամանակ։ Ու ստանդարտ դիմակ իրականացնեն Վերդերի ֆուտբոլիստները Մկրտչյանն է գնդակի մոտ, տեսնենք հարված կհետևի, թե ամեն դեպքում փոխանցում մի փոքր հեռու է ամեն դեպքում տարածությունը, բայց Մկրտչյանը կարող է իհարկե անակնկալները մատուցել կամ մրցավարի սուլիչը Մկրտչյան հարված, բայց պատի վրա ընդունեց Մկրտչյանի հարվածը, գնդակը կրկին Վերդերի մոտ է Պողոսյան թողեց Սուլեյմանին ու այստեղ Ակուլյանն է գնացել խլման, բայց Սուլեյմանը հասրեց փոխանցում կատարելու, հետո արդեն կորցրեց գնդակը, Դունամալյանը փակեց գնդակի ճանապարհը, Ավդալյան Մանուչարյանին ուղարկեց, բայց Մանուչարյանի փոխանցումն էլ թույլ ստացվեց, Մելքոնյանն է տիրել գնդակին, Մկրտչյան բարձից փոխանցում, բայց ուժեղ էր այս փոխանցումը ու արված կլինի Ատլետիկոյի դարպասից, բայց այդ ընթացքում փոփոխություն կլինի Ատլետիկոյի կազմում Այն էլ կրկնակի փոփոխություն Այո, Ավդալյանն ու Դունամալյանը լքեցին խաղադաշտ ու խաղադաշտ մտան Ռաֆայել Ազիզյանն ու Արտուր Ղանդիլյանը ավելի թարմ ուժերով Մարկարյան չանցավ այս փոխանցումը, բայց մնաց գնդակը Մարկարյանի մոտ, իսկ այս փոխանցումը ստացվեց դեպի Սարգսյանը, բայց Սուլեյմանը շատ հաջող պաշտպանվեց այս իրավիճակում, իհարկե ուներ նաև առավելություն, ավելի մոտ էր գտնվում գնդակին Ակուլյանն է պայքարում Յարդումյանի դեմ ու այստեղ հարված կլինի Ատլետիկոյի դարպասից շատ հնարամիտ կերպով վարվեց գոր Մարկարյանը Գասպարյանն է սկսում դարպասից Գևորգյան Ազիզյան դեպի Ղանդիլյանը հասցեագեց գնդակը ու հիմա դադարեցնում է մրցավարը հանդիպումը կարծես վնասվածք է ստացել Հրաչյա Յարդումյանը ու հիմա տեսնենք Յարդումյանը Գանի ոտքի կարողանա շարունակել հանդիպումը դե կփոխարինվի ամեն դեպքում այս ընթացքում փոփոխություն եղավ արդեն Ատլետիկոյի կազմում Ռաֆայել Մկրտչյանը այս խաղում առաջին անգամ մտավ խաղադաշտ բայց ոչ փոխարինվում է այո Յարդումյանը չկարողացավ ամեն դեպքում շարունակել հանդիպումը ձգեց կարծես մկան ու հուսանք որ Յարդումյանին մենք կտեսնենք խաղադաշտում եթե ոչ այս խաղում ապա գոնե պատասխան հանդիպման ժամանակ Յարդումյանը կարողանա օգնել Վերդերին չնայած որ իհարկե նաև չեն բացառում այս խաղում նրա խաղադաշտ վերադառնալը Ակուլյանն ու խախտեց այո խախտեց Էլոյանը խաղի կանոնները եւ չափազանց վտանգավոր դիրքում Ատլետիկոն վաստակում է տուգանային հարված կատարելու հնարավորություն իսկ Ատլետիկոն իր կազմում ունի կատարողներ ինչպիսիք են Մանուչարյանը Ղանդիլյանը Ինչու նաև ոչ Թովմաս Սարգսյանը, տեսնենք ով է պատրաստում հարված կատարելուն, կարծես իհարկե Մանուչարյանը կտեղադրի գնդակը, նա շատ լավ է իրացնում իսկապես տուգանային հարվածները ու տեսնենք այս փորձը Ալեքս Մանուչարյանը ինչպես է ստացվում, հեռացավ Ղանդիլյանը գնդակի մոտից Սարգսյանն հիմա մի փոքր ավելի հեռու գնաց, այո, միայն Մանուչարյանն է մնացել գնդակի մոտ ու տեսնենք Մանուչարյանի այս փորձը կա, սուլիչը Ալեքս Մանուչարյան հարվածը նույնպես ու Ադամյանը շատ ճիշտ դիրքում է եւ փակեց հարվածի ճանապարհը, այո, բայց Սարգսյանն հիմա պայքարում տիրում գնդակին ու ինչ այստեղ զոդեց մրցավարը խաղի կանոնների խախտում նշանակելով Վերդերի օգտին Թովմաս Սարգսյանն է կարծես խախտել, այո, խաղի կանոնները այստեղ Ադամյանի դեմ պայքարում, բայց Հիմա հասկանանք ինչ իրավիճակ է Նախ տեսնենք ինչ պատահեց Ադարյանին, հետո
Շրվագի մասին Ադալյանի հետ ամեն ինչ կարգին է, այո, կանգնեց ոտքի Զորաբ Ադալյանն իհարկե այսպեսի պատասխանատու պահին նա պետք է կարողանար շարունակել հանդիպումը հիմա արդեն եզից է նետելու Ատլետիկոն Մկրտչյան եւ ուժեղ փոխանցում առաջ, բայց այստեղ Ատլետիկոյի ֆուտբոլիստներից ոչ ոք չկար ու Հարությունյանը տիրում է գնդակին Պողոսյան երկար փոխանցում առաջ այս Մկրտչյանն է ուղարկում գնդակը առաջ, իսկ այստեղ արդեն տիրեցին գնդակին Վերդերի ֆուտբոլիստները, ինչը այստեղ Հարությունյանը չի հասցի այս գնդակին եզից կնետի, այո, Ատլետիկոն Մանուչարյան դեպի Թովմաս Սարգսյան ուղարկեց գնդակը, ստացավ պատասխան փոխանցումը, բայց Սուլեյմանը պայքարեց միջև վերջ, հետո կորցրեց գնդակը Սարգսյան, նորից Մանուչարյան, ևս մեկ փոխանցում, ևս մեկ հարվածու, նորից Էդվարդ Հարությունյանն է փրկում Վերդերին Ազիզյանի հարվածը, թույլ ստացվեց ու ոտքով կարողացավ Հարությունյանը հեռացնել գնդակը, բայց հետո արդեն Ղանդիլյանի մոտ չստացվեց փոխանցում կատարել դեպի Ակուլյանը, եթե հասցեր Ղանդիլյանի փոխանցումը մի փոքր ուժեղ փոխանցում կարողանար Ղանդիլյանը կատարել, ապա Ակուլյանը դատարկ դարպասը արդեն կգրավեր այս իրավիճակում, բայց փրկվեց, այստեղ արդեն Վերդերը փրկվեց մեկ գնդակ բաց թողնելուց, իսկապես իրական հնարավորություն կորցրեց Ատլետիկոն, իսկ եթե այս փոխանցումը Մելքոնյանի անցրեց դեպի Ամիրյանը, ապա միայնակ էր մնում Ամիրյանը Գասպարյանի դիմաց Գևորգյան գնդակի տեղափոխություն դեպի ձախ Սարգսյանը պահեց գնդակը ամեն դեպքում ու թույլ չտվեց դաշտի սահմաններից դուրս գա եւ Էլոյանի մոտ էլ չստացվեց հաջող գնդակի ընդունումը հարված կլինի Ատլետիկոյի դարպասից Եվս փոփոխություն տեղի ունեցավ խաղադաշտում կրկնակի փոփոխություն նորից Ատլետիկոյի կազմում այո Միրզոյանը որևէ ճանապարհներ է փնտրում դեպի Վերդերի դարպասը տանող առայժմ կարելի ասել ոչ մի փոփոխություն դեռ իր նպատակին չի ծառայել Ատլետիկոյի կազմում, բայց Ատլետիկոն այն ակումբներից է իսկապես, որ մեկ դրվագ, մեկ հնարավորություն պարտվում են հիմա երկու գնդակի տարբերությամբ, երկու հնարավորություն ու կարող են իրենց օգտին օգտագործել Ատլետիկոյի ֆուտբոլիստները, այստեղ չասավ Մանուչյանը գնդակին եզից է նետելու Վերդերը Էլոյանը կատարի եզրային նետումը կա փոխանցում, բայց Մելքոնյանն բաժինասավ այստեղ գնդակը մի փոքր ուժեղ ստացվեց, իսկ այստեղ արդեն Սուլեյմանը կարողացավ պահել ամեն դեպքում գնդակը դաշտի սահմաններում Մարկարյան շատ լավ փոխանցում դեպի Ակուլյանը կատարեց Մարկարյանը Ակուլյանն էլ անցավ մեկ բրցակցի, բայց հեռու թողեց մի փոքր գնդակը Մուրադյան լավն էր փոխանցումը նորից հակագրոյի անցնում Վերդերը Պողոսյան Հերվից փորձ արադարձ ու անկյունային է վաստակում Վերդերը այստեղ, այո, եղավ արադարձ ու հիմա անկյունային կիրականացնեն Վերդերի ֆուտբոլիստները Պողոսյանը կիրականացնի անկյունայինը տեսնում ենք փոխանցում, ուժեղ փոխանցում Ղանդիլյանը փորձեց հեռացնել, չստացվեց Ամիրյան, շատ լավներ մտահղացում Ամիրյանի մոտ, բայց երեք մրցակից նորից Ամիրյանի առջև կանգնեցին այս փոխանցումը անցավ, բայց Մելքոնյանը Գևորգյանին հասնել չկարողացավ, հիմա փոխանցումը հասավ Սուլեյմանին, ևս մեկ փոխանցում դեպի Պողոսյանը, Պողոսյանն էլ հարվածեց, բայց Մարկարյանը նրա առջև էր ու թույլ չտվեց գնդակը հասցի իրենից Իսկ այստեղ արդեն սայթակեց Պողոսյանը, Մանուչյանը պայել է գնդակը դաշտի սահմաններում, անցման փորձ, բայց Էլոյանը միջև վերջը պայքարում, հետո արդեն գնդակը բաժինասավ Ազիզյանին, բայց արդյունքում նորից կորցրեցին գնդակը Ատլետիկոյի ֆուտբոլիստները, իսկ այս փոխանցումը պետք էր մի փոքր նրբանակատ կատարել
ու Սուլեյմանը կհայտվեր շատ լավ դիրքում հարված կատարելու համար, բայց Պողոսյանի փոխանցումը ուժեղ ստացվեց Ղանդիլյան, բայց գնդակը Ղանդիլյան Ատլետիկոյի համար Նունամալյան հաստրեց ուղարկել գնդակը Ազիզյանին դեպի աջ Ակուլյան շատ լավ անցում, շատ լավ փոխանցում ու նորից Էդվարդ Հարությունյանն է դուրս գալիս դարպասից եւ Գիրում գնդակին այո այստեղ չանցավ միջև վերջ այս փոխանցումը Պողոսյան այո ոտքը բարձացեց թույլատրելի սահմաններից ավելի շատ այստեղ Պողոսյան ու ստանդարտ խաղարկի Ատլետիկոն Մարկալյանն է գնդակը տեղադրել Փոխանցման փորձ, բայց Մայիս Մելքոնյանն է կանգնում գնդակի ճանապարհին, հետո արդեն մի փոքր դանդաղեց, բայց արդյունքում կորցրեց գնդակը Մելքոնյանը Ղանդիլյան Լավներ փոխանցումը այստեղ հարված էլ տեսանք Դունամալյանից ամեն դեպքում ու նորից Հարությունյանն է հեռացնում գնդակը անկյունային իրականացնի Ատլետիկոն հանդիպան վերջին րոպեներն են իսկապես 5 րոպեից ավելի քիչ է մնացել հանդիպան ավարտին ու այսքան ունի ժամանակ իր տրամադրության տակ Վերդերը այս հարաբերությունը պահելու համար այսքան ունի Ատլետիկոն գոնե մեկ գնդակ հեղինակելու համար այո եթե խփեն մեկը կարող են մտածել երկրորդի մասին բայց այդ մեկը պետք է խփել իհարկե մոտակա 1-2 րոպեների ընթացքում որպեսզի ժամանակ ունենա Ատլետիկոն բայց կարող է լինել նաև հակառակ պատկեր օրինակ Վերդերը խփի եւս մեկ ու այս խաղում իսկապես ունենա շատ մեծ առավելություն Իսա Եզապակիչի համար Գևորգյան հրաշալի է փոխանցում ու Ակուլյանի մոտ հիմա չի ստացվում գնդակ ուղարկել պարզապես դարպաս այո մի փոքր բարձից ստացվեց փոխանցում ու ոչ ոք այլևս ոչինչ այստեղ փրկել չէր կարող եթե Ակուլյանը մի փոքր ավելի Ցածից հարված է, արդեն Հարությունյանը ցածկը կատարել էր իր կրահած ուղությամբ, այսպես կարելի ասել ու այլ ուղությամբ էր ստացվել Ակուլյանի հարվածը, բայց բարձր ստացվեց այդ վերջնական ու կարևոր հարվածը Պողոսյան, այստեղ Մարկալյանն է միջամտում պայքարին ու հեռացնում գնդակը եւ ես կնետեմ Վերդերի ֆուտբոլիստները Հայկ Մուրադյանը կնետի եզրից կատարեց փոխանցում Մելքոնյանին բայց այստեղ գնդակի կորուստ Վերդերի համար Ակուլյան ու հերու թողեց Ակուլյանը գնդակը Էլոյանն էլ պայքարեց միջև վերջ հետ ուղարկեց Հարությունյանին եւ ուշեղ փոխանցում ենք տեսնում Էդվարդ Հարությունյանից առաջ բայց չկար ոչ ոք այստեղ Վերդերի ֆուտբոլիստերից հիմա արդեն հասկանալի է հիմա արդեն Վերդերը շեշտը դրել է իհարկե պաշտպանության վրա եւ փորձում է հակագրոններով միայն ասնել կիսադաշտը Ակուլյան բայց Ատլետիկոյի տեսանկյունը լրիվ հակառակն է Ատլետիկոն մտածում է մեկը խփելու մասին կա այստեղ խախտում այո Ակուլյանի դեմ պայքարում եւ ստանդարտ ամեն դեպքում վաստակեց Ակուլյանը Ատլետիկոյի համար այս իրավիճակում ու տեսնենք այս տուգանային հարվածը ինչ կտա Ատլետիկոյին հիմա ջամփ այո մոտեցավ եւ ողջեց Ակուլյանին այս իրավիճակում խաղադաշտում դրա մրցակիցը բայց իրականում շատ մոտ են նրանք միմյանց հետ ու այս ստանդարտի խաղարկումը տեսնենք Ինչ կտա Ատլետիկոյի Մանուչարյան Ղանդիլյան զույգ է գնդակի մոտ ու տեսնենք նորից Մանուչարյանը կատարի այս հարվածը թե հիմա էլ Ղանդիլյանը Կարծես խաղարկում են պատրաստել Մանուչարյանն ու Ղանդիլյանը կա Սուլիչը խաղարկված է գնդակը հարվածը կա ու այո ստացվում է Ատլետիկոյի մոտ կրճատել աշխիվը 2-1 Ալեքս Մանուչարյան 2-1 այո շատ ծանոթ իրավիճակ իսկապես երբ Մանուչարյանը խփեց նմանատիպ գնդակ Սելտայի դեմ բայց արդեն խմբային փուլի խաղում պարզապես այնտեղ Մանուչարյանի կատարած հարվածը էլ ավելի խելացնոր ստացվեց բարձից դեպի հեռավոր անկյուն այս խաղարկումը իսկապես խոսել եմ այդ մասին բայց հարկ եմ համարում եւս մեկ անգամ ասել Տոնի Կրոսի խփած գնդակին է հիշեցնում Գերմանիայի համակականում երբ վերջին վարկյաններին կարողացավ
գնդակ ուղարկել շվեդների դարպասու ամեն դեպքում Գերմանիան ստացավ հույս հաջորդ խաղում հաղթելու դեպքում հաղթարելու խմբային փուլի արգելքը այո ստացվեց Գերմանիայի մոտ ամեն դեպքում հաղթարել խմբայինը բայց իհարկե իրավիճակը շատ ծանոթ իրավիճակ է միանգամից խաղարկումը իհարկե հիշեցեց այդ ամենը պարզապես երբ խփեց այդ գնդակը Մանուչյանը Սելտայի դարպասը այնտեղ իհարկե գնդակի հետակից ավելի նման էր նշածս իրավիճակին հիմա արդեն հարված կլինի Գասպարյանի դարպասից վերջի րոպեներն են ընթանում Անդիպան ու տեսնենք Ատլետիկոն կարողանա առաջին խաղում բրկվել պարտությունից թե ամեն դեպքում Վերդերը կգնա պատասխան հանդիպումից առաջ հաղթողի կարգավիճակով կներկանա պատասխան հանդիպանը եւս մեկ փոխանցում Ադարյանն է հեռացնում գնդակը Մկրտչյան Ղանդիլյան այստեղ շտացվեց ոչինչ անել Մայիս Մելքոնյան ու կա խաղի կանոնների խախտում հիմա էլ Մանուչյանի կողմից Մելքոնյանի դեմ պայքարում եւ ստանդարտ են վաստակում Վերդերի ֆուտբոլիստները Ադարյան ուժեղ փոխանցում առաջ այստեղ Ակուլյանը կենտրոնում էր ու արձագանքեց գնդակի Սուլեյմանն էլ հեռացեց այո հիմա արդեն Վերդերը իհարկե փորձելու է պայել այս առավելությունը այս վերջին րոպեներին Ղանդիլյան ստացվեց Ղանդիլյանի անցումը նաև փոխանցումը բայց Ակուլյանը չմշակեց այս գնդակը մնում է գնդակը Ատլետիկոյի մոտ կրկին Ղանդիլյան գնդակի տեղափոխություն դեպի ձախ բայց այստեղ չհասավ գնդակը Ալեքս Մանուչյանին Ղանդիլյան Գևորգյան ուղարկեց գնդակը առաջ Դունամալյանը այստեղ պայեց գնդակի մոտ իսկ ինչը այստեղ չկա ոչինչ ոչ Սուլեյմանի կողմից խախտում չկար եւ Եսիս կնետի Վերդերը այո ճիշտ տվեց մրցավարը եզրային նետում Եսիս Մուրադյանն է նետում Դեպի Մելքոնյանը տարավ Մելքոնյանն էլ գնդակի իր հետ ու այստեղ չկա ոչինչ ոչ չի խախտել Գևորգյանը խաղի կանոնները կարող է սա լինել վերջին կամ նախավերջին գրող Ատլետիկոյի այս խաղում Ալեքս Մանուչյան դեպի Դունամալյանը բայց գնդակը Դունամալյանը իր մոտ բայց այստեղ Էլոյանը հասավ օգնության Ադարյանին ու եզրից կնետի Վերդեր այո Դունամալյանից կարծես դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Էլոյան կատարված է փոխանցումը այստեղ հասավ գնդակը Մելքոյանին կա նաև Մկրտչյանը կա փոխանցում ու այստեղ գնդակը հրաշքով հիմա էլ չի հայտնվում Ատլետիկոյի դարպասում հիմա կարող է նորից երկու գնդակի առավելությունը Մկրտչյանը վերականգնել Վերդերի համար բայց չստացվեց դիպուկ գտնվել այո Մկրտչյանը սիրում է հեռու տարածություններից խփել գնդակներ Մանուչյան երկար փոխանցում առաջ այստեղ Ադարյանն է առաջինը նորից Մանուչյանին վերադարձավ գնդակը դեպի աջ Ղանդիլյանը ընդունել է գնդակը կա փոխանցում բայց Ադարյանն է հեռացնում գնդակ ու հիմա էլ անկյունային է իրականացնելու Ատլետիկոն Ոչ կարծես սա վերջին դրվագը չէ հանդիպան այո անկյունայինը տեսնենք Մանուչյան կա բարձից փոխանցում դեպի Ազիզյանը բայց Ադարյանը այստեղ էլ առաջին արձագանքեց գնդակին Մելքոնյանը այստեղ կա այո խաղի կանոնների խախտում բաց ոտքով գնաց Ղանդիլյանի վրա Մելքոնյանն ու ստանդարտ է նորից Ատլետիկոն վաստակում այո վերջին րոպեներին որքան շատ են ստանդարտները այս խաղում ու ստանդարտը տեսնենք հիմա ինչ կդարձնի Ատլետիկոյին այո Ատլետիկոն կրճատեց հաշիվեն Ստուգանայինից խփեց Ատլետիկոյի այս խաղում առայժմ միակ գնդակը Ալեքս Մանուչյանը հիմա էլ արդեն հակառակ եզից է ստանդարտ նշանակված ու Արտուր Ղանդիլյանն է գնդակի մոտ Տեսնենք հիմա արդեն խաղարկում չի լինի միանգամից փոխանցում կամ հարված կասուլիչը Ղանդիլյան ու հրաշալի գոլ է խփում Արտուր Ղանդիլյանը 2-2 Ատլետիկոն պարտվողի կարգավիճակից վերադառնում է խաղ ու հանդիպան հաշիվը հավասարեցնում
Արտուր Ղանդիլյան հրաշալի տուգանային հարված իրականացում ու 2-2-ը այս խաղում հանդիպադաշիվը վերջ հանդիպումն ավարտված է Ատլետիկոն չպարտվեց ու մնացան պարտելի Վինտեր Քափի այս մրցաշարում այո գերհետաքրքիր հանդիպում իսկապես դիտեցինք այս դիմակայության հաղթողը անկախ այս խաղի արդյունքից իհարկե պատասխան խաղում է պարզ լինելու այս հանդիպման այս խաղային օրվա համար նախատեսել ենք այսքան այս մեկ հանդիպումը բարի գիշեր ու ամենայն բարիք